Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերակի հելտանքը լինի Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների Անցած անգամ էլ որ գտանք Էլիսաս տախտակներով արկղի մեջ էր։ Դավիթ ջան, մեզնից բացի ելով կարող էր գտնել։ Ինչ իմանամ։ Բա, ով գիտեր։ Ես հասկացա պարոն Արմենի ակնարկը, Օնիկըտ։ Այդ թելն եք թելում։ Վերջապես իմ կյանքում էլ առաջնորդ, հետաքրքրասիրություն, մասնագիտություն հայտնվել։ Իսկ դուք էլի ձեր դավերն եք նյութում։ Ախր այ Դավիթ ջան։ Ոչ մի Դավիթ։ Հաջողություն։ Մարդ առնվազն չգիտեմ ինչ պետքա լինի, որ չհասկանա, որ այդ Օնիկ է։ Օրենքորս անունն էլ է Օնիկ, արտակարգ մարդը։ Ամեն Օնիկ չի, որ Օնիկ է, բայց այդ Օնիկը հաստատ Օնիկ է։ Սա հոգեբանական վերլուծություն, հա։ Չէ, անվանական։ Օնիկ անունը հայկական միջավայրում տարածված և սիրված անուն է։ Օնիկը հանդիսանում է Հովհաննես անվան բաղաքշական կրճատ տարբերակը։ Այսինքն այն Հովհաննեսը, որը չի դարձել Թումանյան, դարձել է Օնիկ։ Արմեն, ասում եմ օրենքորս անունը Օնիկ է։ Դու կարծում ես մասունքը Օնիկն է տարել, որովհետև անունը ուղղակի Օնիկ է։ Իհարկե ոչ, բայց որ այդպես բարձվի, դուք իմ խոսքերը կհիշեք։ Մարիա, դու ավելի լավ քո ու Դավիթի կոորդինատները համեմատի։ Մի թիվ էր սխալ գրած։ Իմ մոտ 5 էր, Դավիթի մոտ 6։ Դու եր սխալ գրել։ Չգիտեմ։ Չէ, դու սխալ գրած չէր լինի։ Գիտեմ։ Շահանե քույրիկ ջան, ողջույն։ Մենք ներողություն ենք ընտրում քեզ կանգարելու համար, բայց ինչպես մեծերն են ասում, մեծին լսողի ոտքը քարին չի առնում։ Աբա, հո փոքրերը չէին ասելու։ Մի խոսքով մենք քո խորհրդի կարիքն ունենք։ Ասեք տեսնեմ ինչ է եղել։ Մենք կորցնում ենք Դավիթին։ Դավիթն էլ հո պապիկը չի որ կորցնեք։ Չէ, Շահանե քույրիկ ջան, մենք Դավիթին անվերադարձ ենք կորցնում ու դրա միակ մեղավորը իր անկեր Օնիկն է, բայց ինքը մեզ չի հավատում։ Իսկ դուք փաստեր ունեք։ Դե այդ մասունքը կորել է ու մեզնից բացի մեկ էլ Օնիկը գիտի տեղը։ Ինչ գիտեք։ Դե ես էլ լինեի Դավիթի տեղը կնեղանայի։ Մարդը նոր մասնագիտություն է ընտրել, իսկ դուք առանց հիմնավորված փաստերի կոտրում եք այդ մարդուն։ Շահանե ջան, ախր մենք չենք ասում Դավիթ, մի դարձիր հնագետ։ Ինքը դա է լսում։ Շահանե քույրիկ, Արմեն, դուք եկել եք մեծից խորհուրդ հարցնելու, թե ձեր տեսակետը պնդելու։ Գնացեք մի խանգարեք, թողեք գիրք կարդամ։ Ո՞վ է։ Ես եմ, ես։ Արի Դավիթ ջան, արի։ Ինչ ա եղել Դավիթ։ Գնացի տեղ հասա, փոսը փորելու փոխարեն փոսն ընկա։ Ոտքդ ինչ ա եղել։ Ոչինչ, ամեն ինչ նորմալ է։ Աննան մշակել ու վիրակապել է։ Չէ, չեղավ Դավիթ։ Եթե պիտի գնաս փորձանքի գաս, արի պայմանավորվենք, որ սրանից հետո առանց ինձ չես գնալու։ Չէ, սրանից հետո զգույշ կլինեմ ու մարդկանց վստահելուց առաջ լավ կմտածեմ։ Ում նկատի ունես։ Ընկերներիս, որ ինձ սխալ ճանապարհով ուղարկեցին։ Ցիտեմ, Դավիթ ջան։ Առանց սխալվելու ճիշտ ճանապարհը չես կարող գտնել։ Ճիշտ եք, որովհետև ճիշտ ճանապարհը գտանք։ Գնացինք, բայց արդեն մասունքները վերցրել էին։ Ո՞նց։ Ո՞վ։ Չգիտենք։ Իսկ կարողա չէին վերցրել, իսկ կարողա չեք գտել, ինչից վերցրիք որ տարել են։ Հետքերից։ Այ քեզ բան։ Լավ, նստի հանգստացի, ես մի բան պատրաստ եմ ուտենք։
Մենք չենք լինի լավ ընկերներ, եթե հիմա Դավիթին մենակ թողնենք։ Դավիթն ա մեզ մենակ թողել։ Գոր, մենք 4-ով ենք, իսկ Դավիթը մենակա կամ այդ Օնիկի հետ։ Ինչ եք առաջարկում։ Արմեն ջան, մեծն առաջնորդը դու ես։ Մի բան ասա, անենք բարեկամ։ Աննա, դու այդ կենաց ծառի պատկերը փնտրի։ Գոր դու սկսի ֆիզիկապես հետևել Օնիկին, որովհետև ինքը քեզ չի ճանաչում։ Մարիա, դու էլ համացանցում տեղեկություններ փնտրի։ Բա դու։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Օնիկ, իսկ դու շատ թեթև չտարել եմ փաստը, որ այդ մասունքը ուրիշ մեկն է գտել։ Ո՞վ է նման բան ասում։ Ես շատ ծանր եմ տանում։ Ինչ որ չի երևում։ Այդ մասունքները մի խումբ ավազակներ ուզում են գողանալ սև շուկայում վաճառել ու հարստանալ, բայց դրանք ազգային հարստություն են։ Դրա համար ինձ է նշանակել որոնման աշխատանքների համար, որ այդ ավազակներից շուտ գտնեմ դրանք։ Բայց ոնց որ այդքան էլ հարմար մարդ չեն նշանակել։ Այդ ոնց որ այդքան էլ հարմար մարդու չեմ վստահում, հա։ Չէ, կգտնենք էլի։ Ինչ եք սարքում հայոց հարցը։ Բայց սա հայոց հարցն է, Դավիթ, հասկացիր վերջապես կարևորությունը։ Դու ինչ որ մեկի սպասում ես։ Չէ։ Մենք ինչ որ մեկի սպասում ենք։ Բարև ձեզ, կարելի է։ Արմեն ջան, դու ես։ Արի նստի կողքս։ Բայց ինչի ես եկել։ Քոմոդ չեմ եկել, մի հուզվի։ Չեղավ, տղաներ, չեղավ։ Օնիկ ջան, Աջան, բարի ախորժը։ ապրես։ Ինչքան էլ տարօրինակ ա թվում, բայց ես քո հետ գործ ունեմ։ Ինչ գործ, Արմեն ջան, ասա։ Կգաս իմ սեսիաներին։ Ինչ սեսիաներ։ Օնիկ չհամաձայնվես։ Օնիկ ջան, ես ուզում եմ իմ հոգեբանական հմտությունները փորձել նաև հասուն խնդիրների վերլուծության մեջ։ Դու էլ խելացի մարդ ես, որ զգաս սխալվում եմ, կօգնես ինձ։ Օնիկ, չհամաձայնվես։ Եթե չհամաձայնվեք, ես ձեզ չեմ օգնի։ Մի օգնի։ Բա հայոց հարցը, Դավիթ։ Ուտես։ Չէ, շնորհակալություն։ Ես կուտեմ։ Կենաց ծառը տարբեր հին մշակույթներում կա ու հիմնականում նույն գաղափարը ունի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Օնիկի խաբեբալին էլ էստեղ ինչ կապ ունի կենաց ծառի առասպելական կողմի հետ։ Օնիկը չի աշխատում թանգարանում։ Բա որտեղ է աշխատում։ Օնիկը չի աշխատում, չի էլ աշխատել։ Դե չեմ կարծում, որ թանգարանի աշխատողը նման ստորության կգնար։ Մարիա, ո՞նց է ընթանում Թումանյանի բանականության գեներացումը։ Ինքը թարցրուն։ Ո՞նց եք, պարոն Թումանյան։ Ես լավ եմ, քանի դեռ մարդը իր հոգու մեջ մի բուր լույս ունի, իսկ դու ոնց ես, սիրտդ հարթ է, թե ամպ է հավաքվել նրա վրա։ Դու կարծում ես, որ Թումանյանը առօրյայում էլ է պոետիկ խոսել։ Բա ինչ անենք։ Իսկ այս գլուխը ես անվանել եմ ահա թե ինչ է լինում միայնակ մարդկանց հետ։ Ինչ պատմեմ։ Հա, բայց ես չգիտեմ ինչ պատմեմ։ Պետք չի պատմել, պետք է խոսել։ Ինչից կուզես խոսենք։ Ես այդքան էլ չեմ սիրում խոսել։ Խոսել Մարիան չի սիրում։ Հա, նկատել եմ։ Այդ դժվար է չնկատելը։ Չգիտեմ, երևի նրանից է, որ ես հաճախ չի որ զրուցակից եմ ունենում։ Հիմնականում ինքս իմ մտքերի մեջ եմ։ Հետո որ զրուցակից եմ ունենում ու անկապ բաներից է խոսում, միանգամից հասկանում եմ, որ ինքս իմ հետ այդքան էլ վատ չեմ զրուցում։ Իսկ ինչից կուզեիր, որ քեզ հետ զրուցեին։ Ինչից կուզեի։ Անսահմանությունից։ Անմահությունից։ Ինչքան մնաց, չվերջացրինք։ Դե առաջին անգամվա համար կարող ենք արդեն ամփոփել։ Հա, հիշեցնեմ, ինչ մենք խոսում ենք։ Այս պատերի ներսում մեր երկուսի գաղտնիքն է։ Գաղտնիքը։ Գաղտնիքը լավ բան չի։ Եթե գաղտնիք ունես, ուրեմն վախերել ունես։ Իսկ դու գաղտնիքներ չունես։ Ունեմ, վախերել ունեմ։ Լավ։ Կհանդիպենք որոնումների ժամանակ։ Առայժմ։ Շահանեն ինձ հանձնարարեց Թումանյանի մասին ռեֆերատ գրեմ, որ քեզ օգնեմ։ Ասաց, որ պետք է Թումանյանի գրած նամակները, նրա մասին պատմություններն ու փաստերը հավաքենք, այդ ամբողջը համադրենք իրար ու հասկանանք, թե ինչպիսի մարդ է եղել, մենակ գրական գործերով։ Հետո Դե Թումանյանը ծնունդով դսեր գյուղից է։
բայց մեզ Արմենն էլ է պետք, որ հոգեբանական վերլուծություն անի։ Օնիկի մասին շատ քիչ տեղեկություն կար ցանցում։ Սոցկայք ունի, բայց ակտիվ չի։ Գտածոների թեմայով մի քանի էջերի է հետևում։ Էդ լավա թե չէ։ Դե ամեն դեպքում, որ խափում է Դավիթին, արդեն վատ է։ Դավիթին դա առանձնահատուկ է վերաբերվում, թե որ ինձ գորին ու մյուսներին էլ խափի էլի վատ է։ Խափելը վատ բան է։ Թե Դավիթին առանձնահատուկ։ Այսօրվա խոսելու սահմանաչափը ավարտված է։ Գնեք պրեմիումը կամ դիմեք 12 ժամ հետո։ Մարիա, դու արհեստական բանականություն չես։ Սպասի։ Ես խոսել եմ Օնիկի հետ։ Ինքը չի, բայց կասկածներ կան, թե ով կարող է լինել։ Դե մենակ մենք չենք փնտրում այդ մասունքները։ Իսկ չես մտածում, որ վտանգավոր է։ Ինչը, մասունք փնտրելը ոնց կարա վտանգավոր լինի։ Դու չէիր ոտքդ վնասել։ Հա դու էլ հոգեբանությունս ես վնասում։ Ես չեմ բողոքում, չէ՞։ Ինչ ես միշտ ուտուժողի դերում։ Հա։ Ես անհաջող եմ։ Չէ, ուղղակի մարդկանց կյանքում լինում են հաջող եւ անհաջող շրջաններ։ Որ մի քիչ գիրք կարդաս, հաջողակ կլինես։ Այդ ոնց։ Որոշումներդ կայացնելիս կօգտվես գրողների գրած կենսափորձից։ Դուք չեք կարա ինձ ձեր մանիպուլյացիաներով խաբեք։ Օնիկը լավն է։ Ես էլ այդ մասունքները կգտնեմ։ Ուզում եք օգնեք ինձ, ուզում եք չէ։ Կարող է ճիշտ է ասում։ Մարիան ոչ մի կասկածելի բան չէր գտել, բացի նրանից, որ աշխատակազմում գրանցված չի։ Չգիտեմ, ես Օնիկի հետ սեսիա եմ անցկացրել։ Ճիշտ է, չեմ կարող ասել ինչ ենք խոսել, բայց կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր էր։ Կարծում եմ պետք չի շտապել։ Տեսնենք Գորն ինչ է անում։ Ինչի Գորն ինչ է անում։ Չեմ լսել ինչ էին խոսում, բայց մտերմիկ զրույցի էր նման։ Զրուցում էին։ Հետաքրքիր է, դու մտերմիկը բարեհամբույրից տարբերում ես։ Արմեն, դա առհասարակ դժվար է տարբերելը։ Արի այդ բարդ խնդիրը խեղճ գորի ուսերին չթողնենք։ Հա, հետո կորցրեցի։ Հետաքրքիր է։ Բայց պատահական չէր կարող ստացվել, որ դու հենց նրան հետևեիր, նա գնար թանգարան։ Ուրեմն հաճախ է գնում ու ինչ որ գործ ունի։ Փաստերի անբավարար հիմքով դատարանը որոշեց արդարացնել քաղաքացի Օնիկին։ Ես մեկա լավ հոտ չեմ առնում։ Ես ճիշտ եմ հիշում, դու ուզում էիր գեներացնել հայ մեծերի բանականությունը։ Այո։ Դե նախ կզբաղվեք այդ գործով։ Ու բոլորդ։ Ֆրեյդը հրաժարվում էր արվեստագետների հետ աշխատել։ Բայց դա նրան չէր խանգարում ուսումնասիրել։ Ես կգամ, որ պետք չի պատճառ մտածել, դու կգաս, Դավիթին էլ կանչեք։ Դավիթ, Ես այնքան անհաջողակի մեկն եմ, որ դու ինձ օգտագործում ես։ ինչ ես խոսում։ Նախ այո, ու դու համաձայնել ես։ Եվ հետո դեռ ոչ մի շոշափելի օգուտ չես տվել։ Այսինքն, այնքան անհաջողակ եմ, որ նույնիսկ չես օգտագործում։ Ինչ ա եղել, Դավիթ։ Ոչ մեկ էլ լեզու չեմ գտնում։ Իսկ ինքդ քեզ հետ։ Ես շատ իմանամ։ Ալո, Դավ, որտեղ ես գործ կա։ ինչ գործ։ Թիմով, ինչպես հին ու բարի ժամանակները։ Ո՞վ է կորել։ Ոչ մեկը։ Բա ում եք փնտրելու։ Հովհաննես Թումանյանին։ Եկա։ Ուր եկա։ Ինչի եկա։
Էական չի։ Թիմս վերամիավորվել է, ու այդ վերամիավորված ուժերը կուղենք դեպի մասունքներ, ու թող այդ ավազակները փոսից տախտակներ հավաքեն։ Չէ՞։ Դուք դեռ կլսեք Դավիթի մասին։ Մարիա գտել ես, որ նա լորի գնացող ամենաարագ տրանսպորտը։ Այո, ինքնաթիռով, Իսկ հասանելի երթուղային ավտոբուսով։ ժամացույցակ կա։ Ուշանում ենք։ Լսեցիք։ Դավիթին սպասելը քո միտքն էր։ Դավիթի ուշանալը իմ հաշվարկների մեջ չէր մտնում։ Լավ եկեք գնանք, Դավիթն էլ թող պատժվի։ Ոչ, մենք գնում ենք ու սպասենք Դավիթին։ Բայց մենք ուր ենք շտապում։ Ոչ միտեղ, բայց ժամանակի օպտիմալ կառավարումը Հենա։ Եթե վազենք, կհասցնենք։ Արագացրեք, ժամանակ չկա, ուշանում ենք։ Սպասեք շունչ քաշեմ։ Մի քիչ պունկտուալություն ա պետք ունենալ ու վերջ, չկա, չունեք։ Ուշացողներին ասա։ Որ մի քիչ շուտ զանգեիք, կարողա չուշանայի։ Էլ մի արդարացի։ Բարև ձեզ, կներեք, այստեղից Վանաձոր ոնց կարող եմ հասնել, ավտոբուս կա գնացող։ Մենք էլ ենք ուշացել։ Արի մեր հետ էս ամյուսը մի ժամից նոր կգա։ Չէ, չեմ կարող, ես մի ժամից պետքա Վանաձորում լինեմ։ Դու Ալբերտն ես երկիչ։ Հա, ու մի ժամից բարեգործական համերգի եմ Վանաձորում։ Բա ինչի ես ավտոբուսով գնում։ Դե երկար պատմություն է։ Մի անհանգստացի, դու հուսալի ձեռքերում ես, մենք էս արագ մի բան կմտածենք, որ դու արագ հասնես Վանաձոր։ Լավ։ Բարև ձեզ, ասեմ բարև ձեզ։ Ազատ զգա քեզ։ Բարև ձեզ, ես Ալբերտն եմ։ Վերջերս նամակ ստացա Լոռու մարզի գյուղերից մեկում ապրող մի երեխայից, որը շուտով դպրոցի հանդեսի ժամանակ պետքա իմ երգը կատարի։ Աստղիկը նամակում գրել էր, որ երազում է իմ հետ երգի։ Ես էլ որոշել եմ գնալ ու անակնկալ կատարել իր երազանքը։ Ինչի։ Ինչի՞ չէ։ Վերջ, դե հիմա օգնեք հասնեմ Լոռի։ Գոր փրկարարները երազանք փրկում են։ Արմեն ջան, փրկելու բան լինի, փրկենք։ Խոստացել ես, որ չես հրապարակելու։ Դու այ Ալբերտ ջան, ես շոու բիզնեսից հեռու մարդ եմ, իմը գիտությունն է, ուղղակի սենց ընթացքում նկարում եմ, էլի։ Գնանք։ Դե տեսականորեն արդեն ճանապարհին ենք։ Գոռը ինչ-որ բան ա մտածել։ Ճիշտ է ասում։ Աննան, երբեք չի սխալվում։ Ինչ էլ ռոմանտիկ եք։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, տևում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերակիր, հերտանքր լինի։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։